Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հանդիպել ենք մեր հայրենակիցներ եւ գոլեգաներ Արտյոմ Չեռնամորյանի հետ Իսրայելից եւ Դավիթ Ջալալյանի հետ Երևանից, բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շատ շնորհակալություն այս հնարավորության համար։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, եւ շնորհակալ եմ եթերի համար, սպասվելիք հետաքրքիր զրույցի համար։ Հարցերը շատ են, եկեք սկսենք Ուկրաինայի հարվածների պատճառով Դավիթ Պուտինին խորհուրդ են տալիս հետաձգել Պետդումայի ընտրությունները, լրատվամիջոցների համաձայն ՖՍԲ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը Պուտինին առաջարկել են հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները։ Դե առանց էլ այնպես չէր, որ Ռուսաստանի իշխանությունները լեգիտիմ էին, հիմա կարծես թե ավելի է վատթարանում իրենց վիճակը եւ սա այս ամենը այն ֆոնին, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները իրենք դեռ կարծես չեն շտապում ճանաչել, հա։ Ռուսաստանի համար սա աննախադեպ է, բայց նաև պիկանտ իրավիճակ է ստեղծում, բացի ամեն ինչից, նաև Հայաստանի հետ հարաբերություններում, ինչս կարծում ինչ առավելություն է տալիս, սա միգուցե ամրապնդում է մեր դիրքերը, Երևանի դիրքերը Մոսկվայի հանդեպ, որովհետև եթե լեգիտիմության մասին փորձեն խոսել, չնայած Հայաստանում ժողովրդավար ընտրություններ են տեղի ունեցել, արդյունքները իհարկե Մոսկվային երևի թե չեն բավարարում, բայց հիմա լեգիտիմության խնդիր ունեն իրանք եւ շարունակելու են ունենալ իրավիճակը գնալով վատանում է Ռուսաստանի համար, ուկրաինական զորքերը ստեղծում են մի իրավիճակ, որը Ղրիմը պահելը Ռուսաստանի համար գնալով ավելի ծանր է լինելու, ինչպես կարծում նման իրավիճակում Ռուսաստանը կշարունակի իր քաղաքականությունը, թե կփոխի իր դիրքորոշումը Երևանի հանդեպ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Այո, ինչպես եւ ենթադրվում էր, սեպտեմբերին կայանալիք ընտրությունները ստեղծված իրավիճակում, պատերազմական իրավիճակում, երբ Ռուսաստանը հայտնվել է բավական ծանր իրավիճակում, տրամաբանական է ընտրությունները հետաձգելու այդ մտադրությունը, բայց ես ավելի շատ հակված եմ մտածելու ընտրությունների դրդապատճառը կայանում է ըստիս նրանում, որ Պուտինի իշխանությունը, որը միշտ ունեցել է լեգիտիմության խնդիր, փորձում է հետաձգելով, այսպես ասած, զսպել սպասվելիք այն բողոքի ալիքը, որը օր-օրի հասունանում է մեր բոլորիս աչքի առաջ, չնայած ինֆորմացիոն բլոկադային ամեն կերպ նրանք փորձում են այդ դժգոհության ոնց որ նոր երևույթները չեզոքացնել, այսինքն ժողովրդից թաքցնել, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով սա ավելի շատ պայմանավորված է այդ դժգոհության հնարավոր ալիքը որոշ չափով որոշ ժամանակ հետաձգելու մտադրությամբ։ Ինչ է տեղի ունենում իրականում։ Ռուսաստանը, այո, ըստ էության դեռևս չի ճանաչել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, դեռ ավելին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ նրանք որակել են ոչ լեգիտիմ, հայտարարելով, որ տեղի ունեցել բազմաթիվ խախտումներ, բռնաճնշումներ, մենք այդ ամենի մասին տեղյակ ենք։ Ու հիմա նույն իրավիճակի առաջ կանգնում է Ռուսաստանը եւ դեռևս ընտրությունները չանցկացրած ընտրությունների նախաշեմին իրենք ուղղակի կասկածի տակ են դնում, ավելի ոնց որ ֆորմալ առումով կասկածի տակ են դնում իրենց իշխանության լեգիտիմությունը։ Ավելի պարզ լեզվով ասած, Պուտինը վախենում է այդ ընտրություններից, վախենում է ժողովրդի բողոքի ալիքից եւ դա իմ կարծիքով ակնհայտորեն խուսափելու, պատասխանատվությունից խուսափելու, իրականության հետ առերեսվելու բանը, փախուստեր իրականությունից առերեսվելուց։ Եվ այո, այս պարագայում Հայաստանը իմ կարծիքով բավական շահավետ դիրքում է, այսինքն այո, հետընտրական զարգացումներում Ռուսաստանը մեզ արդեն իսկ ոնց որ տարել է դեպի տուրբուլենտային գոտի, տարբեր ճնշումներով տնտեսական ու հիմա մենք տեսնում ենք այսպես ասած բումերանգի էֆեկտը նաև այս հարցում ասել է թե փոսփորողը ինքն է փոսը ընկնում հիմա Ռուսաստանը կանգնած է Պուտինի իշխանությունը կանգնած է նման լուրջ մարտահրավերի առջև Արտյոմ ջան, դու ինչ կասես Ռուսաստանի մասին, ընդհանրապես ինչպես է փոխվել բացի այս հարցից ավելացնեմ Իսրայելում վերաբերմունքը Ռուսաստանի վերաբերյալ, գիտեմ, որ Ուկրաինայի առումով միանշանակ չէր առաջ, Իսրայելում նույնպես կային Լեհաստանի պես Ուկրաինայի ապստամբական բանակի վերաբերյալ որոշակի իրենց դիրքորոշումը, բայց կարծես իրականությունը փոխում է շեշտադրումները, ինչպես է փոխվում, ընդհանրապես ինչպես է ընկալվում Ռուսաստանը եւ Պուտինը մասնավորապես
Շնորհակալություն հարցի համար։ Այո, իրոք պատերազմի սկզբում Նետանյահուի կառավարությունը փորձում էր մաքսիմալ չեզոք մնալ ու ընդհանրապես չխառնվել, ասենք, ռուս-ուկրաինական հակամարտությանը, չնայած մեծ քանակությամբ հրեաներ սկսեցին մեծ ալիա կազմակերպել, այսինքն սկսեցին գալ Ուկրաինայից եւ Ռուսաստանից մշտական բնակության Իսրայել, սակայն Նետանյահուի կառավարությունը միշտ իբր չեզոք դիրք ուներ այս հակամարտության նկատմամբ, այս վերջերս որոշակի փոփոխություններ, ինչքան էլ որ Նետանյահուն մնա եւ փորձի իր խաղերը երկու, ասենք, աթոռի վրա նստել ու խաղալ, թե Ռուսաստանի կողմը ռևերանսներ անելու եւ թե ասենք Ուկրաինայի նկատմամբ որոշակի չեզոքությունները ցուցաբերելով, Համենայն դեպս որոշակի դրական տեղաշարժեր ես տեսնում եմ դեպի Ուկրաինան, հանձինս ուրեմն ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության, որովհետև ինչպես գիտեք, լիբանանյան ճակատի թեժացմանը զուգընթաց, երբ որ Հեզբոլլահի մարտիկները ահաբեկիչներ սկսեցին օգտագործել այդ օպտիկական կաբելներով FPV ATS-ները, Սրանք բավականին լուրջ սկսեցին հարվածներ հասցնել նաև Իսրայելի ուրեմն ստորաբաժանումներին։ Պատկերացրեք, մի կողմից Տրամփը չի թողնում, որպեսզի լայնածավալ ռազմական գործողություններ ընթանան Լիբանանում եւ Իսրայելը լուրջ աշխատանք կատարի, ասենք, իր սահմաններից մի փոքր ավելի հյուսիս, եւ այդ FPV ATS-ների հարվածները սկսեցին գրեթե օրվա կտրվածքով այսօր էլ մեկ զոհի մասին հայտնի դարձավ, որ այդ ATS-ներն իրոք պատուած դարձան ու այստեղ օգնության հասան ուկրաինացիները։ Սրա մասին, ասենք, շատ չի խոսվում Իսրայելի ընդհանուր տեղեկատվական դաշտում, սակայն ես ունեմ որոշակի կապեր, ասենք, նաև ռազմական ոլորտի մասնագետների հետ, համատեղ, ասենք, փորձի փոխանակման, համենայն դեպս ATS-ների հետ պայքարի ոլորտում բավականին լուրջ այս պահին համագործակցություն կա Ուկրաինայի մասնագետների հետ։ Ինչն է հետաքրքիր, Ուկրաինան, երբ որ պայքարում է ռուսական ATS-ների հետ, ATS-ների դեմ, սրանք այդ նույն շահերներն են, որոնք որ ասենք Իրանն է փոխանցել Ռուսաստանին։ Նույն հաջողությամբ այստեղ մենք եւս պայքարում ենք նույն տիպի ATS-ների հետ։ Իմիջիայլոց 3 օր առաջ հայտնաբերվել էր 700 մետր երկարությամբ մի մեծ բունկեր Հեզբոլլահի, որը ուներ իր մեջ ATS-ների ընդհանուր գործարան էր ATS-ների առանձին իր պայթուցիկ նյութերի պահեցներով, առանձին իր ուրեմն առանձին թևեր ATS-ներ առանձին էին հավաքում, ասենք շարժիչներն առանձին էին դրված ամբողջը իրանական արտադրության։ Ասել կուզի, որ այս մեր ուկրաինացի բարեկամների փորձը անկնահատելի է նմանատիպ, ասենք, պատերազմների ժամանակ, այն դեպքում, երբ որ օրական կտրվածքով բավականին լուրջ վնասներ էին հասնում, հատկապես այս հակամարտության թեժացման այս մի քանի օրերի ընթացքում իսրայելական բանակը, որով պայմանավորված Աստծուն փառք համագործակցությունը շարունակվում է եւ ավելի էստիս խորանում, որպեսզի կարողանան համապարփակ ուժերով կարողանան պայքարել ATS-ների դեմ իրանական արտադրության եւ նույնը ասենք վստահ եմ, որ նաեւ Ուկրաինան որոշակի դրական իր համար ազդակներ կունենա եւ կշահի նաեւ Իսրայելի մասնագետների հետ, ռազմաարդյունաբերության մասնագետների հետ այս հարաբերություններում, սա շատ կարեւոր է։ Վերջերս տեսա, Արտյոմ, որ լուսանկար եք հրապարակել Facebook-ում Իսրայելի բանակում ձեր մասնակցության մասին։ Ես մեջբերեմ ձեր գրառումը հայ եւ հրեա օդաչուների համագործակցության թեման այսօր արդեն լոկ երազանք չէ, դիմեք էլի, նրանք պատրաստ են համագործակցել, կարող եմ օգտակար լինել, էլ ինչ գրեմ, որտեղ հասնի։ Իդեպ այս սարքի վրա առաջին փորձնական թռիչքս 23 թվականին էր F-16 ինքնաթիռի վրա, երբ ավարտեցի ծափահարություններով դիմավորեցին 1000 բալեի հավաքել ու ասացին, որ նոր օդաչու ծնվեց։ Վերջերս մեր եթերում քննարկել էինք պաշտպանության ոլորտում եվրոպական եւ արևմտյան փորձի փոխառությունը Հայաստանում, հյուսիսային Եվրոպայի երկրների իրադարձությունների ֆոնին եւ ձեր գրառումը լավ տեղավորվում է այս համատեքստում, ինչ Իսրայելը իրականում կարող է փոխանցել Հայաստանին, ես հիմա նկատի ունեմ ամեն ինչ, փորձ, պաշտպանական հայեցակարգեր, տեխնոլոգիաներ, միգուցե զենք, անցած եթերում ձեր հայտարարությունը իսրայելական զենքի մասին Հայաստանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն Իսրայելում նաև ռազմական տեխնոլոգիաները սովորաբար նաև դուրս են բերվում կոմերցիոն դաշտ, այսինքն կա Իսրայելում մեկ կազմակերպություն, որը ունի իր մասնաճյուղը նաև Նյու Յորքում, HTS է կոչվում այդ կազմակերպությունը,
այդ կազմակերպությունում աշխատում են Իսրայելում տասնյակ տարիներ ծառայած Իսրայելի օտաչուներ, արդեն վետերան օտաչուներ, ասեր, որոնք մասնակցել են տասնյակ մարտերի, տասնյակ ռազմական օպերացիաների տարբեր երկրներում, եւ այս գնդապետներից մեկի հետ զրուցեցի, Ես հնարավորություն ունեցա այդ իրենց մասնաճյուղ այցելել եւ պատմեցի մի փոքր Հայաստանի մասին, ասացի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ամենայն դեպս բռնել է ժողովրդավարության ուղին եւ մենք խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ եւ այլն, շատ փակագծեր չբացեմ։ Ամենայն դեպս ասացի դուք պատրաստ եք, ասենք եթե հնարավոր է նման մասնաճյուղ հիմնել նաեւ Երևանում, որ մարդիկ ասենք օտաչուները հնարավորություն ունենան նաև ամերիկյան F-16, F-35, F-18, F-22 Raptor, այսինքն F-երի ողջ կոմպլեկտի վրա ասենք այդ սիմուլյատորների վրա սովորեն վարել եւ նաեւ մարտական պայմաններում կարողանան ասենք մարտի մեջ բռնկվեն, ասենք մարտի մեջ մտնեն ռուսական միգերի սուերի հետ, ասացի մեծ սիրով, ասացի մենք Կովկասի ամբողջ քարտեզը ունենք, կարող եք ներբեռնել Կովկասի ողջ քարտեզը եւ անընդհատ փորձում եմ Հայաստանի թե պաշտպանության նախարարության, թե տարբեր ասենք աղբյուրների միջոցով, թե իմ գրառումներով վստահ եմ, որ Հայաստանում ասենք շատ կառավարության մեջ ընդգրկված մարդիկ հետևում են իմ գրառումներին, փորձում եմ ասենք այսպես հուշել, որ ցանկացած ոլորտում ինչու՞ չէ նաև հակաօդային պաշտպանության, ինչու՞ չէ նաև ուրեմն ինքնաթիռների եւ օդային մարտերի ստրատեգիաների ոլորտում շատ լուրջ համագործակցություն կարելի է սկսել իսրայելյան կողմի հետ, մարդիկ դեմ չեն։ Եթե ասենք մի քանի միլիոն դոլար հատկացնեն եւ այդ սարքերը կնվեն, իսրայելյան օտաչուները այդ ասերը կարող են իրենց փորձը կիսել նաև Հայաստանի օտաչուների։ Ցավոք սրտի մերոնք միգերի ու սուերի վրա են իրենց մարտական, ասենք, թռիչքներն իրականացնում կամ ուսումնական վարժանքներն իրականացնում, մի քիչ այսպես ֆանտաստիկայի ոլորտից է, որ Հայաստանը հիմա անցնի Ռաֆալներին, Գրիպեններին, մեր շատ սիրելի կամ F-երին։ Իսրայելը միակ պետությունն է, որ իր օդանավերը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ դրանք կոչվում են, ասենք F-16I, F-35I, F-18I, ինչու I, որովհետև I Իսրայել, այսինքն միջի ողջ եւ ռադարները եւ հակաօդային պաշտպանությունը եւ համակարգերը փոխվում է իսրայելյան համակարգերով։ Ասել կուզեի, որ մենք լավ հնարավորություններ այժմ ունենք համագործակցելու բոլոր ոլորտներում, այդ թվում ինչու՞ չէ նաեւ հակաօդային պաշտպանության, ինչու՞ չէ նաեւ ռազմական ոլորտում մոտաչուների փոխի փոխանակման, եթե ասենք հրյա գնդապետները, որոնք կարող են ասենք մարտական հնարավորություններ ստեղծել այդ սարքերի միջոցով եւ օդային մարտ ասենք կազմակերպել հայկական օդաչուների համար փորձի փոխանակման, օդում տարբեր ստրատեգիաներ փորձարկելու, ես միայն ուրախ կլինեմ եւ վստահ եմ, որ մեր օդաչուները նման փորձ չունեն, վստահաբար այսօր կարող եմ ասել, որ Իսրայելի օդաչուներ աշխարհում, եթե չասեմ ամենաառաջինը, կարող եմ նաեւ ասել, որ ամենաառաջին մեծ փորձ ունեցող օդաչուներն են, որոնք 3000 կիլոմետր թռչում են Իսրայելից մինչև Եմեն են հասնում են մինչև Իրանի հյուսիսային շրջաններ, Կասպից ծով, ռուսական նավ են խոցում, ասենք, որը Իրանի համար ինչ որ զենք զինամթերք է բերում, այսինքն ունեն այնպիսի հնարավորություն, Մերձավոր Արևելքից հասնում են Կասպից ծով, ռմբահարում են Իրանի հրթիռահարում են ու ռմբահարում են Իրանի ուրեմն կոնկրետ թիրախներ իրանական եւ վերադառնում են Իսրայել եւ ինչպես գիտեք այս վերջին երկու Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի հրեական օտաչու Իսրայելը օտաչու չկորցրեց, ոչ մի օդանավ չկորցրեց ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն նաև պետք է այստեղ ասեմ, պարոն Հակոբյան, որ այն որ Հայաստանը այսօր զենք է ձեռք բերում Հնդկաստանից, այդ զենքերի մեջ կան նաև իսրայելյան կոմպոնենտներ, դուք շատ եք ձեր հաղորդումներում սրա մասին խոսել, որ եթե Իսրայելի թույլտվությունը չլիներ, ապա միանշանակ Հայաստանը հնարավորություն չէր ունենա հրեական կոմպոնենտներով հնդկական եւ հրեական այս գործարաններից ապրանքներ ձեռք բերել։ Նաեւ իմջալոց շատ դժվար է գտնել հիմա ժամանակակից տեխնիկա, որի մեջ չլինեն իսրայելական պատենտներ, իսրայելական գիտնականները շատ ոլորտներում, սկսած կորեական կամ չինական հեռախոսներից ավարտած ռազմական ամենավերջին մշակումներով,
Դավիթ, ինչն է քո կարծիքով խանգարում, որպեսզի Հայաստանը ավելի ակտիվ ներգրավի Իսրայելի հետ համագործակցության կամ ընդհանրապես արևմտյան զինամթերքի հետ հմուտ աշխատող ցանկացած երկրի հետ, կամ միգուցե արդեն չի խանգարում, առաջ էր խանգարում, հիմա իրավիճակ է փոխվել, դու Երևանից միգուցե ավելի շատ բան իմանաս։ Շնորհակալություն։ Իմ տպավորությամբ այսօր որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում։ Մայիսի 28-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մենք տեսանք տարբեր երկրների արտադրության բավական ժամանակակից զինատեսակներ։ Տվյալ պարագայում իմ կարծիքով կարևորը ցանկությունն է, ցանկությունը վերլուծել մեր բանակում ստեղծված իրավիճակը, ավելի ճիշտ հասկանալ ինչն է մեզ պակասում եւ ինչը կարող է մեզ օգտակար լինել, խոսքը վերաբերում է իսրայելական զինատեսակներին։ Այս խնդրում ես կկարևորեի հատկապես, ինչպես գործընկերս նշեց, կկարևորեի հակաօդային պաշտպանության խնդիրը, որը, ինչպես մենք գիտենք, ցավոք սրտի մեր ենթակայության տակ չէ այսօր, եւ հաշվի առնելով իսրայելական բանակի փորձը գործնական փուլում, իմ կարծիքով հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում ոչ թե կարևոր է, անհրաժեշտ է, որպեսզի մենք ձեռք բերենք ու ունենանք, կառուցենք այն պաշտպանական համակարգը, որը լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, 44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք հենց ունենալով հակաօդային պաշտպանության լուրջ խնդիրներ, որը ըստ էության չաշխատեց, կարելի ասել գոյություն չուներ։ Դրանից հետո էլ մենք նման խնդիրներ ունեցանք։ Ու այսօր այս փուլում, երբ մենք, ինչպես մեր վարչապետը նշել էր, նոր բանակ ենք կառուցում, արդեն իսկ ունենք նոր բանակ, ես շատ կկարևորեի հատկապես նորից կարող կրկնվում եմ, բայց հակաօդային պաշտպանության լուրջ, այսպես ասած, բանը, իմունիտետի ստեղծումը։ Խոսվեց օրինակ նույն շահերների Ուկրաինայի կողմից կիրառվող ԱՏՍ-ների մասին։ Այսօր ինչ է տեղի ունենում։ Այսօր Ռուսաստանը արտադրում է տարատեսակ, չգիտեմ, օրեշնիկներ, իսկանդերներ, բուրևեստնիկներ, եւ սակայն այնինչ տեղի ունենում վերջին օրերին Մոսկվայում, Ղրիմում եւ ելի մի շարք քաղաքներում, դա նրա կողմից, այսպես ասած, հակաօդային պաշտպանության բացի նաեւ բանն է, հետևանքն է։ Այսինքն ինքը որպես գերտերություն արդեն իսկ կարող ենք ասել ճակերտավոր գերտերություն, որովհետև բոլորիս աչքի առաջ տեսնում ենք ինչ է տեղի ունենում եւ ինչ է կատարվում այդ գերտերության հետ։ Այդ գերտերության օդը, մասնավորապես Մոսկվայի օդը այսօր բաց է։ Իսկ մենք այսօր հիմնվել ենք մեր տարիներ շարունակ մեր, այսպես ասած, օդի պաշտպանությունը վստահված է եղել այդ երկրի հակաօդային համակարգի վրա ու այնինչ տեղի ունեցավ, հիշում ենք բոլորս, եւ հիմա ժամանակն է, որպեսզի շատ գործուն քայլեր կատարենք։ Ես առաջին հերթին Իսրայելի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում տեսնում եմ եւ կարևորում եմ հակաօդային պաշտպանության համակարգերի ներդրմամբ։ Կրկնում եմ, ես անձամբ որևէ խանգարող հանգամանք խոչընդոտող չեմ տեսնում, քանի որ Հայաստանը այսօր համագործակցում է արդյունաբերության ոլորտում, զենք է ձեռք բերում, սպառազինություն է ձեռք բերում տարբեր երկրներից, արևմուտքի երկրներից, Հնդկաստանից։ Արտем, ինչպես Իսրայելում ընդունեցին Ամերիկայի իրանական հուշագիրը, գիտեմ, որ ամեն ինչ հարթ չէր, բայց կարծես վերջին Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր փորձում են հարթեցնել, ինչ նորություն կա, ինչպես ընկալվեց ամենասկզբից, հիմա ինչ վիճակ է, կուզեինք իմանալ քեզանից։ Հետաքրքիրն այն է, որ մեր մոտ էլ կան, ասենք, ռուսալեզու վերլուծաբաններ, որոնց համար, ասենք, չնայած սրանց բարեբախտաբար միայն այն փոքրիկ ռուսալեզու խավն է լսում, այս մարդկանց վերլուծությունները եւ նայեք ինչ վայնասուն էին կապել Ամերիկայի Միացյալ Նահանգները վաճառեց Իսրայելը եւ այլն սրանց եթերները որ նայես ամբողջությամբ հեղեղված է Իսրայելի դավաճանության եւ այլն թեմաներով, բայց երբ որ ասենք իսրայելյան նորմալ, ես սովորաբար նայում եմ Իսրայելի 12-րդ կամ 11-րդ, երբեմն 13-րդ հեռուստատեսությունով հնչող վերլուծությունները, որտեղ ելույթ են ունենում, ասենք Շաբակի, Մոսադի կամ
այլ գաղտնի ծառայությունների պաշտոնաթող գեներալներ, այսինքն ռազմական ոլորտի մասնագետներ, լուրջ մասնագետներ, որոնց բերանից ոչ մի վայնասուն չլսեցինք, թե ասենք Տրամպը դավաճանեց Իսրայելը կամ նման, ասենք, կային լուրջ մտահոգություններ, որ որոշակի ասենք վստահության կորուստ Տրամպի վարչակազմի նկատմամբ, բայց ամենայն դեպս Ռուբիոյի վերջին հայտարարությունը, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանելու ինքն իրեն, այսինքն ինքնապաշտպանության իրավունք ունի, սա արդեն մի փոքր մեղմ էր եւ ինչպես գիտեք, երբ որ նայում եք ամերիկյան այս ղեկավարության հարցազրույցները կամ հայտարարությունները, Ռուբիոն մի բան է ասում, Ջեյ Վենսը մի բան է ասում, Տրամպը օրվա կտրվածքով մի քանի անգամ միտքը փոխում է, առավոտ կարող է ուրիշ բան ասել, ցերեկ ուրիշ բան, գիշերն ուրիշ եւ հակառակը, այնպես որ Իսրայելում արդեն վաղուց սովոր են Տրամպյան այս ուրեմն վայրեվերումներին փակագծի մեջ ասեմ, համենայն դեպս Տրամպը այն նախագահն է Իսրայելի համար, ով առաջին կոդենցիայի ժամանակ ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, Տրամպը այն նախագահն է, որը մինչև այսօր օդանավերով, նավերով զենք ու զինամթերք է ուղարկում Իսրայել։ Իսրայելը հիշեցնեմ, որ այս պահին գտնվում է եւ Գազայի գոտում, այս պահին գտնվում է եւ Լիբանանում եւ շարունակում է Լիբանանում մաքրման աշխատանքները եւ գտնվում է միաժամանակ նաեւ Սիրիայում Դամասկոսից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն այս ողջ կոնտինգենտը զինվորական 3 պետությունը, որ Իսրայելը պահում է իր անվտանգության նկատառումներից ելնելով, սրանք իհարկե խոշոր ռազմական ծախսեր են եւ վստահեցնում եմ ձեզ, որ այս ամբողջ ծախսերը մասամբ են ընկած Իսրայելի հարկատուների վրա, օրինակ ես կերազեի, որ Հայաստանը լիներ նման դաշնակից, ինչպես ասենք Իսրայելն է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ունենար Ամերիկան որպես դաշնակից, ասենք Ամերիկայի համար ինչ է, ընդհանրենք Իսրայելում այդ հրթիռահարումների ժամանակ վնասվել է, ընդհանրենք 10 շենք է փլվել քաղաքացիական, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպես մեկ ստորագրությամբ կարող է մի 5 միլիարդ դոլար ուղարկել Իսրայել, ասել խնդրեմ, իմ սիրելի դաշնակիցներ, այս 5 միլիարդը օգտագործեք ձեր ռազմական ծախսերը փոխհատուցելու, ձեր բնակիչներին փոխհատուցելու, ֆինանսապես նրանց օգնելու, շենքերը կառուցեք, մարդկանց տեղափոխեք, եւ սա վստահեցնում եմ ձեզ անընդհատ տեղի ունենում ու ես կուզեի, որ մենք նման դաշնակից ունենք։ Ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իր սեփական շահերը եւ նա առաջնորդվում է առաջնային իր շահերով, ոչ թե Իսրայելի շահերով ու թերին են այն կարծիքները, որ ինչ որ Իսրայելն ասում է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անում են եւ այլն եւ այլն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է շատ դեպքերում նաև ճնշել Իսրայելին եւ ճնշում է, հակառակ դեպքում մենք արդեն հիմա Նաբաթիան արդեն գրավել էինք եւ արդեն հասել ենք հարավային Բեյրութի ուրեմն սահմաններին, հա, բայց փաստացի Տրամպի կառավարությունը չի թույլատրում Իսրայելին շատ ավելի Նետանյահուի կառավարությանը շատ ավելի առաջ գնալ։ Ես ուզում եմ պարոն Հակոբյան նաև մեկ կարևոր բան ասել։ Նախ մեր Հայաստանում ընդհանրապես մեր հերոստատիտողների մոտ այնպիսի կարծիք կա, որ ասենք Իսրայելը ագրեսիվ պետություն է, անընդհատ ինքն է առաջինը հարձակվում եւ այլն, բայց պետք է նաեւ տեսնել, որ Իսրայելը կոնկրետ գոյաբանական խնդիր ունի, շրջապատված է տասնյակ թշնամիներով եւ եթե ասենք Իսրայելը չպաշտպանի, չկարողանա պաշտպանել, հասարակ բան հենց այս FPV ուրեմն ԱԹՍ-ները, որոնք որ օպտիկական այս կաբելներով գալիս են, ողջ Իսրայելի հյուսիսը, դուք կարող եք պատկերացնել մի պետություն, այսինքն ինձնից շատ լավ եք պատկերացնում, դուք ապրում եք Ուկրաինայում, 5 տարի արդեն պատերազմի մեջ եք, շատ լավ գիտակցում եք, ինչ է նշանակում 5 տարի օրվա կտրվածքով մի քանի անգամ տագնապների տակ, ասենք երեխաների հետ միտեղ գնալ կամ ապրել տարիներ շարունակ տագնապների տակ, երբ որ ԱԹՍ-ներով հրթիռակոծում են անխնա ասենք ձեր բնակավայրերը խաղաղ բնակության ու փորձում են մաքսիմալ ասենք սպանել խաղաղ բնակիչներին։ Այ ուկրաինացիները հիմա շատ լավ հասկանում են Իսրայելի դիրքորոշումը, շատ լավ հասկանում են իրոք թե ինչ է իրականում տեղի ունենում եւ ինչքան որ սահմանը Իսրայելի սահմաններից դեպի հյուսիս է շարունակվում, այսինքն իսրայելյան բանակը արդեն վաղուց անցել է Լիտանի կետը եւ ավելի է խորացել շրջափակել է էության այս պայմաններում Նաբաթիա քաղաքը, Հեզբոլլահի մայրաքաղաքը եւ բոլոր
բարձունքները գրավել է արդեն Նաբատյան կարծես թե ափի մեջ այժմ գտնվում եւ ամբողջությամբ վերահսկվում է օդը հրեական ուժերի կողմից այս պարագայում այդ 40 կիլոմետր հեռավորությամբ օպտիկական ԱԹՍ-ները FPV այլևս չեն կարող հասնել Իսրայելի սահման եւ սա բավականին լուրջ ձեռքբերում է այն առումով որ առնվազն մարտիկ գոնե 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո երբ տեղի ունեցավ այս հայտնի պատահարը, երբ որ հարձակում եղավ Իսրայելի պետության վրա, իդեպ ասեմ ձեզ, որ հոկտեմբերի 7-ը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, ովքեր որ չգիտեն, գիտեք չէ, ռուսների մոտ այս սիմվոլիկան բավականին մեծ նշանակություն ունի, այսինքն Իսրայելի վրա հարձակումը հոկտեմբերի 7-ին, սա Վլադիմիր Վլադիմիրովիչի ծննդյան օրն էր։ Հիմա կարող եք ասել սա միամիտ էր ստացվել, չգիտեմ ինչ էր, միամիտ այդ օրն էին ընտրել, ես վստահ եմ, որ Համասին, երբ որ Պուտինը իր գործընկերներին ընդունում էր Կրեմլում եւ մեծ պատիվների էր արժանացնում, վստահաբար զինում էր եւ ամբողջ զենքն ու զինամթերք ինչ որ ընկել է Իսրայելի ձեռքը, Իսրայելը կարող է հիմա մի ամբողջ մեծ եվրոպական պետությանը ռուսական զենք ու զինամթերքով մատակարարել, այնքան որ զենք ու զինամթերք ռուսական Իսրայելի ձեռքն է ընկել Հեզբոլլահի եւ Համասի այս ահաբեկիչներից, պատկերացրեք։ Դավիթ, Հայաստանում ինչպես ընկալվեց, գիտեմ, որ քիչ չեն ռուսական նարատիվներ տարածողները եւ փորձում են հայ հանրության մոտ խաբկանք ստեղծել, այսինքն լավ վերաբերմունքը իրանցիներին, Իրանին որպես պետության, փորձում են փոխարինել վերաբերմունքով Իրանի ահաբեկիչ այսօրվա կառավարության նկատմամբ։ Ինչու է այդպես։ Ես տեսնում եմ, որ Թերանում են նաև պետական վերլուծական կենտրոնները, որոնք պետք է առաջատարը լինեին, որպեսզի իրավիճակը ճիշտ բացատրեին հայ հանրությանը, ցավոք սրտի չենք տեսնում նման աշխատանք, ես ընդհակառակը հակառակն եմ տեսնում։ Ինչ քո կարծիքով պատճառը որտեղ է, միգուցե կադրային խնդիր է, միգուցե Մոսկվայի ձեռքերն են այդքան երկար, ինչ ես կարծում։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Պատասխանը ակնհայտ է, դեռ պատերազմի օրերին, հետպատերազմական շրջանում, խոսքը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև պատերազմի մասին է։ Ամեն կերպ այստեղ մեր երկրում դուք էլ հավանաբար նկատել եք, ասես պատրանք էր ստեղծում, միֆ էր ստեղծում, որ Իրանը ոչնչացրեց, այնտեղ Դուբայը, չգիտեմ, Ռիադը վերացրեց, սա բացարձակ հաղթանակ էր ու մարդիկ նստած որոշ վերլուծաբաններ, որոնք կարծում են պարզ է, որ երկրի շահերն են սպասարկում եւ ինչ նպատակ է տանբտրում նրանց այս քաղաքականությունը, հայտարարում են, որ Իրանը հաղթանակ տարավ, Ամերիկան նման պարտություն չէր կրել, նմանատիպ խոսույթներ, նմանատիպ մանիպուլյացիաներ, ու այսօր երբ որ դրական տեղաշարժ է տեղի ունենում, կարծես Իրանի իշխանությունները, որոնց ես նմանեցնում եմ, նույնացնում եմ Ռուսաստանի իշխանությունների հետ, հասկանալով, որ այլընտրանքը այս գործընթացի կարող է շատ ավելի դառը հետևանքներ ունենալ, որոշակի, եթե պարզ խոսենք, Իրանում տեղի ունեցավ ռեժիմային հեղափոխություն։ Այսինքն մի քանի օրվա ընթացքում Իրանը կորցրեց պատերազմի սկսվելուց, եթե չեմ սխալվում, երկրորդ օրը իր գերագույն հոգևոր առաջնորդին։ Դա արդեն ոնց որ եթե ոչ կապիտուլյացիա, այլ կապիտուլյացիայի մեկնարկն էր։ Դրանից հետո Իրանը զրկվեց իր բալիստիկ հրթիռների պաշարի էական պաշարներից։ Տասնամյակներ են հարկավոր, որպեսզի Իրանը կարողանա վերականգնել այն, ինչ ուներ մինչև վերջի պատերազմը։ Իրանը այսօր ըստ էության հրաժարվեց միջուկային զենք ունենալու գաղափարից, նույնիսկ խոսում է, որ պետքա լինի վերահսկողության տակ, Տրամպը այդ մասին հայտարարեց, պարբերաբար վերահսկողություն է սահմանվելու իրանց այդ օբյեկտների նկատմամբ, ու ի տարբերություն Ռուսաստանի իշխանությունների, Իրանի իշխանությունները գնացին այդ քայլին ավելի ծանր կորուստներս խուսափելու համար ու Հայաստանը իրականում հայտնվեց շատ շահեկան դիրքում, որի մասին շատ քչերն են այսօր խոսում։ Այդ մասին լռում են, բոլորին փորձում են տարածել, Իրանը հաղթել է, հիմա չի թողնելու, չգիտեմ, տրիպի նախագիծը իրականանա, ինքնա ստեղ որոշողը, բայց ոչ, Տրամպը ըստ էության տարածաշրջանում պատմություն է կերտում եւ մենք պատմական հնարավորություն ունենք այս հնարավորությունից օգտվելու։
Եթե վառելիքի բենզինի նկատմամբ էմբարգոն վերջնականապես հանվի Իրանից, մենք դա Հայաստանի համար շատ լայն հնարավորություններ է ստեղծում։ Ոսկե չի վերաբերվում էժանով բենզին բերենք այստեղ ծախենք։ Նույն այդ նավթամշակման գործարանները մենք կարող ենք հիմնել Հայաստանում, վերամշակել նավթը, վառելիքը եւ այն արդեն արտահանել այլ երկրներ։ Այս մասին ոչ մեկ չի խոսում, այլ փորձ է արվում իրականում։ Ես դա կապում եմ ճիշտ ասած հիբրիդային պատերազմի շրջանակներում Հայաստանում իրականացվող գործընթացների հետ, որը ինչպես դուք նշեցիք, Իրանը կազմում է դրա մասը, որը փորձում է ներկայացվել որպես հզորագույն այստեղ գործոն տարածաշրջանում, որը շարունակելու է կամքը թելադրել, ելի միֆեր են տարածվում, որ Իրանը թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը այդ Զանգեզուրի միջանցքը վերցնի, բայց 2022 թվականին, երբ Ադրբեջանը մուտք գործեց Հայաստանի սուվերեն տարածք եւ արդեն օկուպացրեց որոշ տարածքներ ցավոք, բոլորս տեսանք, թե ով կանգնեցրեց այդ գործընթացը։ Այսինքն ձեր նշածը ես կապում եմ, այո, մեր երկրում տեղ ունեցող այն նախադեպը չունեցող հիբրիդային գործընթացների հետ, այսինքն ինձ համար նույնպես մի քիչ անհասկանալի է, երևի այս հետընտրական զարգացումները, ընտրությունները որոշակիորեն շեղել են մարդկանց, բայց փոխարենը ներկայացվի Իրանում տեղի ունեցած այս մեծ փոփոխությունները, էական փոփոխությունները, որոնք կարող են օգտագործվել ի նպաստ Հայաստանի, տեղի ունենում այն, ինչը մենք բոլորս տեսնում ենք։ Ջանոց Դավիթ, թրիպից խոսեցիր, իրավիճակ փոխվել է այս հարցի ընկալման առումով Հայաստանը առաջվա պես ընդդիմանում են ավելի շատ առանց խորանալու, առանց ասենք հիմնական կոնցեպտը ուսումնասիրելու։ Ես թրիպի մասին շարունակում եմ խոսել այն մարդիկ, ովքեր ի սկզբանե դա համարում են, չգիտեմ, տարբեր մեկնաբանություններ կա Հայաստանի մասնատում, չգիտեմ, այլ աշխարհակաղակական, չգիտեմ, նեգատիվ ինչ որ երանգ են փորձում հաղորդել։ Ըստ իս Ռուսաստանի վերջին, այսինքն այսպես ասած հարձակումները, մասնավորապես տնտեսական, Հայաստանի նկատմամբ ուղիղ կապ ունեն թրիպի հետ։ Օգոստոսի 8-ը պարզապես նախորդ տարվա հարմար առիթ չէր։ Նրանք սպասեցին մինչև Հայաստանում կհասունանա, կմոտենան ընտրությունները, ընտրապարկարը կթեժանա եւ այս սահմանափակումները իրենց ռետորաբանությունը տարբեր, ես կապում եմ հենց թրիպի հետ, նրանք նպատակ ունեն ընտրությունների միջոցով, այսպես ասած, վիժեցնել թրիպի նախագիծը, դա իմ կարծիքով ամենահարմար առիթն էր։ Բնականաբար տարբեր խոսափողներով, տարբեր, այսպես ասած, մարդկանց միջոցով փորձեր արվում սևացնել թրիպը, բայց այնուամենայնիվ եկեք արձանագրենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանում տեղի ունեցած, չնայած բազմաթիվ ընտրակաշառքների եւ Ռուսաստանից բերված հայերի տարբեր կեղտոտ տեխնոլոգիաների, ժողովուրդը վերջնականապես իր այոն ասեց, իր ոնց որ չէ ցանկանա այդ բառը ասել, բայց ոնց որ վերջնական դաբրոն տվեց թրիպի իրականացմանը, սա թերևս ամենալավ ցուցիչը կարելի է համարել եւ ընտրությունների արդյունքներից հետո կարելի ասել, որ թրիպի նաև իրակապել Իրանում տեղնացած իրադարձությունների հետ, ինչպես նախորդ հարցի ժամանակ նշեցի, սա լավագույն ժամանակն է եւ ընտրությունների արդյունքները ամենալավ ցուցիչն ու պատասխանն են, որ ժողովուրդը դրական է վերաբերվում եւ նորից կրկնվեմ, դաբրո տվեց թրիպի իրականացմանը։ Արտյոմ, ինչպես է Իսրայելից երևում թրիպը եւ ինչ կուզենայիր ասեիր մեր լսարանին այս առումով։ Ես օրինակ շատ ուրախ եմ թրիպի համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասենք, մուտք գործեց տարածաշրջան, մեր կառավարությունի իմ կարծիքով ռեգիոնալիզմը եւ երկու աթոռ նստելու ընդ որում այդ երկու աթոռն է, մեկը Վաշինգտոնն է, մեկը Մոսկվան, ցավոք սրտի այս քաղաքականությունը մինչև այսօր շարունակվում է ու Ամերիկայի նման իմ համար կարծես թե լույսի մի շող էր, երբ որ թրիպի մասին հայտարարվեց, դուք գիտեք, որ անցյալ տարի հունվար ամսին
հունվարին թե փետրվարին, հիմա լավ չեմ հիշում, ուրեմն Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն է բացել, որ դեսպանատունը չի աշխատում։ Այսինքն ժամանակ առ ժամանակ միայն դեսպանը գալիս գնում է, այսինքն նայում ես դրոշակը ծածանվում է, ընդ որում հայկական դեսպանատնից ոչ հեռու է գտնվում, ինչու գնացին եկան նույն փողոցի վրա դեսպանատուն բացեցին, սա էլ հարցի մյուս կողմն է, ադրբեջանցիները սկզբից մենք էինք բացել դեսպանատուն, հետո նրանք, եւ հանդիպում տեղ ունեցավ Հաջիևի եւ Նաթանյահուի միջև, այսինքն Հաջիևը եկել էր ծմրանն անցյալ տարի Նաթանյահուին համոզելու, որ Իսրայելը օգտագործի իր ուժերը հրեական լոբի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա որոշակի ազդեցություն ներգործելու հետ կապված, որպեսզի այդ Զանգեզուրի միջանցքը եւ այլն այս պրոյեկտները ադրբեջանական, թուրքական աշխարհը միավորելու իրականացվի, բայց այս պարագայում ամբողջը հակառակը դուրս եկավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր կառավարությունը ընդհանրապես տեղյակ չէր նման խոսակցություններից, նույնիսկ չգիտեն, որ հանդիպումներ են տեղի ունեցել նման գաղտնի սկզբնական շրջանում, եւ իմացան, տեսան եւ այնպես ստացվեց, որ Հայաստանի համար սա կարծես թե մի նոր զարթոնք էր, մի նոր հնարավորություն էր այս մղձավանջից դուրս գալու հետ կապված։ Սա իմ անձնական տեսակետն է։ Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացի, գնում գալիս ենք, ճիշտ է, մշտապես չենք ապրում Հայաստանում, բայց ասենք հարազատներ եւ այլն, այսինքն չես կարող անմասն մնալ եւ չուրախանալ, ասենք նման գեղեցիկ պրոյեկտով։ Այն փաստը, որ տրիպի շրջանակներում խոսում է մինչեւ $9 միլիարդ ամերիկյան ներդրումների մասին, երբ որ Firebird-ը մտել է արդեն Հայաստան գործարաններ են կառուցում, խոսք է գնում $5 միլիարդ ներդրման մասին, դե հիմա եկեք ասենք, Ռուսաստանը մի դրամ ներդրում արել է Հայաստանի տնտեսության մեջ, երբևէ որևէ դրական բան այդ ռուսկի միրը տվել է մեր հայ ժողովրդին, բացի թալանելուց, կեղեքելուց, մեր ընդերքը կողանալուց եւ այլն, եւ մեզ ամեն հարմար պահին վաճառելու հետ կապված։ Այս պայթրությամբ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշոր բիզնեսի շնորհիվ սա ընդամենը թրիպներ եւ Firebird-ը, պատկերացրեք մոդուլային ատոմակայանի ներդրումն էլ որ լինի, մի քանի միլիարդ $, ասեք նման ներդրումներ որ լինեն Հայաստանը ու Ամերիկան վերջապես կնքեն այդ պայմանագիրը ատոմային մոդուլային կայանների կառուցման հետ կապված, այս դեպքում ես կնայեմ Ադրբեջանին ու Թուրքիային, որ կհամաձայնվեն, կհամարձակվեն ներողություն հարձակվել Հայաստանի վրա։ Եթե մենք ժամանակին դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, եթե 2003-4 թվականներին, երբ որ Իսրայելը եկավ տարածաշրջան ու Քոչարյանի կառավարությանը առաջարկեց դառնալ Իսրայելի դաշնակիցը, զենք ձեռք բերել Իսրայելից, դառնալ հզոր պետություն, պաշտպանել այն հողերը, որոնք որ ասենք ուշ թե շուտ Քոչարյանի ռեժիմը տալու էր ամենայն դեպս Ադրբեջանին կամ փոխանակելու են եւ այլն, Մեղրի ծրագրի մասն էլ չխոսեմ, եթե ժամանակին կամ հիշում եք, երբ որ Հայաստան էր եկել Ջոն Բոլտոնը Տրամպի ժամանակ, որ վերադարձավ այս մարդն ինչ ասեց Հայաստանում իշխանապողություն տեղի չի ունեցել, Հայաստանում տեղի ունեցել, այսինքն կառավարության փոփոխություն, այսինքն հեղափոխություն տեղի չի ունեցել։ Այսինքն եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկնաձեռքը ժամանակին 18 թվականին Փաշինյանը սեղմեր, այդ ժամանակ մենք այս ողբերգության միջով չէինք անցնի եւ Հայաստանը կլներ արդեն լուրջ ժողովրդավարական ուղի բռնած պետություն եւ եղավ այն ինչ եղավ եւ ցավոք սրտի իմ կարծիքով սա միակ ելքն է այս պարագայում, նաեւ չպետք է մոռանանք եվրոպական դիտորդներին, որոնք հերադիտակներով այս պահին արդեն 2 տարուց ավելի պաշտպանում են Հայաստանի սահմանը եւ գոնե այս պարագայում եվրոպացիները մեծ ձեռք մեկնեցին, ինչ շատ է ուրախացնում եվրոպացիների այս անգամ շատ բացառիկ արագ կերպով արձագանքը, շրջանցելով բոլոր տեսակի բյուրոկրատական այս քաշքշուկները անմիջապես ձեռք մեկնեցին, փողը տվեցին, ասացին մենք ձեր թիկունքին ենք, մեր կառավարությանը սրանից բացի էլ ինչ է հանրաժեշտ, ես չեմ հասկանում ուղղակի, որպիսի եւի ռեգիոնալիզմի տարածաշրջանի բարեկամներ, չգիտեմ, Թուրքի ու Ադրբեջանցու հետ ախպերություն լինելու փոխարեն լինել նորմալ ժողովրդավարական պետություն, ունենալ ֆրանսիական ողջ բույլը ռազմամթերքի, ունենալ ամերիկյան, իսրայելյան ողջ բույլը ռազմամթերքի
մարտերկի հակաօդային պաշտպանության, Իսրայելը ինչպես գիտեք 4 աստիճան ռազմաօդային հակաօդային պաշտպանություն ունի, ինչ վատ կլիներ որ մենք էլ ունենայինք դրանք, ցավոք սրտի Ադրբեջանը զենքի ձեռքբերման պայմանագրերի շրջանակներում Իսրայելից ձեռք է բերել Խեց 3, Net 3, Arrow 3 այս համակարգերը, Barak MX համակարգերն է ձեռք բերել 3 տարի առաջ փորձարկումները Կասպից ծովից իրականացրել են արդեն, սրանք 150 կիլոմետր մինչև օդի մեջ կարող են բալիստիկ հրթիռ խփել։ Այսինքն մեր օդը մենք ինչ ունենք, մենք ինչպես կարող ենք մեր օդը պաշտպանել։ Ես միանում եմ պարոն Ջալալյանի այն մտահոգություններին հակաօդային պաշտպանության հետ կապված, որ մենք չունենք հասարակ հրթիռի դեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, հասարակ հրթիռների, ել չեմ խոսում ենթադրենք, գիտեք որ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին անգամ մարտավարության պատմության մեջ օգտագործվեցին ԱԹՍ-ների պարսը, հա, երբ որ Ադրբեջանը օգտագործելով մոտ 1500-2000 ԱԹՍ իսրայելյան արտադրության օդ բարձրացեցին եւ հաշված 1-2 օրվա ընթացքում, 2 օրվա ընթացքում մեր ողջ հակաօդային պաշտպանությունը, մեր ողջ ռազմատեխնիկան շարքից հանեցին եւ մենք չունենք որևէ հակազդեցություն։ Իսկ Դավիթ Տոնոյանին երբ որ արդեն առաջարկում են, ասում են մենք ինչ է պետք է ԱԹՍ-ով ասենք ավտոբուս խփենք կամ չգիտեմ ինչ խփենք, հենա RPG-ով կխփենք։ Այն մարդիկ նման պատասխաններ էին տալիս։ Ես 2016 թվականի քարորյա պատերազմից հետո, երբ որ մենք մեր համայնքը շատ գաղտնի կերպով եկավ Արցախ եւ մենք այնպիսի օգնություն բերեցինք, որ աշխարհում մենակ միայն Անգլիայի բանակ ուներ եւ երկրորդ Իսրայելը բանակ ուներ եւ երրորդ բանակը Արցախի բանակը դարձավ, որ նման հնարավորություններ ունեցավ, այն ժամանակ դեռևս Արցախի պաշտպանության նախարարի կաբինետում նստած մենք առաջարկություններ ենք անում, ինչով ձեզ օգնենք, ինչպիսի խնդիրներ դուք ունեք եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, եւ իմ համար սա միակ ուրախալի փաստն է եւ աղոթում եմ, որ այս պրոյեկտի վրա ովքեր որ ատամները սրում են, փորձում են ամեն կերպ աղոթել, նրանք չհաջողվեն եւ կառավարությունն էլ ուզի դա թե չուզի, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ուժով, քաշելով, զորով բերելու են դեպի արևմուտք։ Հայաստանի տեղը արևմտյան քաղաքակրթությունը, ավելի ճիշտ արևմտյան քաղաքակրթությունը սկիզբ է առել հայկական լեռնաշխարհից եւ մենք պետք է լինենք մեր ծիրուն, մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ, քաղաքակիրթ մարդկանց հետ, այլ ոչ թե մարտակեր Իրանի ռեժիմ կովանք առավոտվանից երեկո կամ Ադրբեջանի հետ փորձեն նավթ առնել կամ բենզին գնել ադրբեջանցիներից, մենք ունենք շատ լուրջ հնարավորություններ մեր զարգացնելու։ Ես պարոն Հակոբյան հիշում եմ ձեր ամեն օր գրեթե հնչող կոչերը Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ անմիջապես դառնալ լուրջ գործընկեր Ուկրաինայի հետ։ Ուկրաինայից կարելի է շատ ավելի էժան հացահատիկներ կրել Հայաստան։ Ուկրաինայի ու Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են ամենալավ թանկագին բարեկամ պետությունները, որը ցավոք սրտի ես չեմ տեսնում եւ այն ռուսական նարատիվները ֆոսֆորի հետ կապված եւ այն արդեն հոգնել ենք այստեղից ասել, որ պետությունը պետք է ուշտեշուտ Գոլոդոմորը ճանաչեր, Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչեր Ուկրաինայի տարածքի անբաժանելիությունը 91 թվականի Ալմատայի հռչակագիրը, այսինքն այս ամբողջը թերի պահեր են, գուցե կուլուարներում ինչ որ քաղաքական հանդիպումների ժամանակ այսպես գողդուց մի կերպ փսփսում են ուկրաինացիները, հա մենք ճանաչում ենք, բայց միթե մենք հիմա ворթեգրելով ժողովրդավարության ուղին վախենում ենք ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս սրանք խնդիրներ են, որոնք իմ մոտ իրոք մեծ ցավ են առաջացնում եւ ես ուզում եմ տեսնել իմ Հայաստանը զարգացած հզոր պետություն եւ այս պահերին, այս օրերին Իսրայելը երկրորդ ձեռքն է մեկնել Հայաստանին, փորձում է տարբեր ճանապարհներով հասկացնել մեր կառավարությանը, որ պետք չէ բաց թողնել Իսրայելի երկրորդ անգամ մեկնած ձեռքը։ Հիշեցնեմ, որ Իսրայելը բավականին լուրջ ռազմական հարաբերություններ ունի, պայմանագրեր ունի Կիպրոսի եւ Հունաստանի հետ ընդդեմ Թուրքիայի եւ Հայաստանն էլ ունի շատ լուրջ ռազմական համագործակցություն Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ասել կուզի, որ Հայաստանի համար լուրջ հնարավորություններ են առաջացել մտնել միջերկրածովյան թատերաբեմ, լինել միջերկրածովում, նաև պաշտպանել Հայաստանի շահերը միջերկրածովյան թատերաբեմում
լինել այնպիսի հզոր պետությունների կողքին, ինչպիսին են Իսրայելը, Հունաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նաեւ հանդես գալ միասնական ճակատով, գիտեք, որ հիմա Իրանի հարցը փակելուց հետո անցյալ տարվանից արդեն Իսրայելում բոլոր խոշոր վերլուծական կենտրոնները խոսում են Թուրքիայի որպես լուրջ թշնամի լինելու փաստի մասին։ Ասել կուզի, որ այս պայթրությամբ բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ են Իսրայելում իրականացում սեփական արտադրության, ռազմական արտադրությունը, ասենք մեծ մասշտաբների, մեծ ռեսերի վրա տնելու հետ կապված, որից նաև կարող ենք օգտվել մենք։ Նաև մենք առաջ փոխհամագործակցություն ԱՏՍ-ների, փոխհամագործակցություն հակաօդային պաշտպանության համատեղ ինչու Հայաստանն ու Իսրայելը չեն կարող համատեղ գործարան ստեղծել։ Ես այս հարցը անդադ տալիս եմ, ինչու մենք չենք կարող Հայաստանում բացել համատեղ ձեռնարկություն հայ-ուկրաինական կամ եւ նաեւ հայ-իսրայելական։ Ինչու։ Այ հարց։ Այսքան։ Ռուսաստանի պատճառով տեսեք, ռուսական ռոպագանդան տասնամյակներով փորձել է բաժանել Հայաստանը Ուկրաինայից։ Մեր լսարանին ասեմ, որ մեր հյուրերը, մեր զրուցակիցները եւ Իսրայելի հետ են կապված եւ Ուկրաինայի հետ երկուսով։ Դուք երկուսդ էլ այցելել եք Ուկրաինա, տեսել եք ինչ-որ կապեր ունեք։ Ինչպես է ընկալվում Ուկրաինան ձեր այցելությունների ժամանակ եւ ինչպես է ընկալվում հիմա։ Ինչ կցանկանայիք, որ մեր լսարանը իմանար Ուկրաինայի մասին, քանի որ գիտենք, որ ապատեղեկատվությունը շատ է։ Դավիթ Տարիքեզյանից սկսենք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ի ուրախություն մեզ կցանկանայի արձանագրել, որ վերջին շրջանում հասարակության վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ էապես փոխվել է, այսինքն այն միֆերը, այն սուտեղեկությունները, ինչպես պարոն Չեռնամորյանը նշեց, նույն ֆոսֆորի հետ կապված, չգիտեմ, դիպուկահարների հետ կապված, կամաց հասարակության շրջանում փարատվում են ու նաև ռուս-ուկրաինական պատերազմում տեղ ունեցող վերջին իրադարձությունները նպաստում են, որ մեր հասարակությունը տարբերի թացը չորից, այսինքն եթե ժամանակ ու ներկայումս էլ էլի կլինեն մարդիկ, ովքեր կհավատան նույն այդ ֆոսֆորի կիրառման, այսպես ասած, կեղծ տեղեկությանը։ Ես Ուկրաինայում եղել եմ երևի բավական վաղ շրջանում 2010-11 թվականներին իմ կյանքի լավագույն ժամանակահատվածն եմ անցկացրել, ժամանակահատվածներից մեկը այդ երկրում։ Ներկայում ծանր իրավիճակում է գտնվում Ուկրաինան, բայց ես շատ եմ ցանկանում, որ մենք մասնավորապես մեր երկիրը, մեր հասարակությունը օրինակ վերցնենք, որպես, ոնց ասեմ, օրինակելի երևույթ ընկալենք ուկրաինացի ժողովրդի այն հերոսական պայքարը, որը մղվում է հանուն ազատության։ Այսինքն ինչ ենք մենք տեսնում, ինչ ցույց տվեց Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա։ Առաջին հերթին նշեմ, հենց սկզբում ես կցանկանայի ասել, որ պատերազմից շատ կարճ ժամանակ անց Ռուսաստանը այդ պատերազմում պարտվեց։ Ինչու՞, որովհետև այն պահից, երբ հայտարարվեց այսպես կոչված մոբիլիզացիան եւ հարյուրավոր ռուսաստանցի քաղաքացիներ սկսեցին ուղղակի փախչել իրենց երկրից եւ դրան հաջորդած, այսինքն պայմանագրային հիմունքներով պատերազմ մարդկանց տանելու այդ գաղափարը ազդարարեց պարտության մեկնարկը։ Ինչ մի քիչ ավելի պարզ ներկայացնեմ, ինչ է անում Ռուսաստանը։ Այն իրենց հայրենասիրական, պաթոսական լոզունգները, գաղափարախոսությունը տանկի տակ պարկելու, չգիտեմ, հանուն հայրենիքի զոհվելու մի քանի օրվա ընթացքում նույնիսկ Պուտինի մեկ ստորագրությամբ իջիկ դարձան, քանի որ այդ հայրենասիրությունը, իսկ հայրենասիրությունը կարծիքով չի կարող սակարկվել, պատերազմում առաջերտին մասնակցում են հայրենասեր քաղաքացիները եւ պաշտպանում են իրենց երկրի շահերը, կռվում են անուն իրենց հայրենիքի։ Ինչ արեց Պուտինը։ Պուտինը մեկ ստորագրությամբ սահմանեց հայրենասիրության մենյու, զոհվելու համար, չգիտեմ, հիմա թվերը կոնկրետ չեմ նշում, 13 միլիոն ռուբլի, վիրավորվելու դեպքում ավելի քիչ, մասնակցության համար ստակ։ Այսինքն, երբ պետության քաղաքացին սեփական հայրենիքի համար կռվում է փողի համար, գնում է զոհվում է փողի համար, այդ պետությունը դատապարտված է պարտության եւ արդեն պարտությունը արձանագրված է այն օրվանից նորից կրկնվեմ, երբ
հայտարարվեց մոբիլիզացիա եւ մոբիլիզացիային, այսինքն արձագանքը տեսնելով Պուտինը նաեւ ստորագրեց այդ իմ կարծիքով ամոթալի հրամանակիրը պայմանագրային հիմունքներով։ Իսկ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Ուկրաինան դիմակայելով առաջին հզոր խոշոր հարձակմանը, որը տեղի ունեցավ հենց պատերազմի առաջին օրերին, ուղղակի փոխեց այն մոտեցումները, այն գաղափարները, որոնք տարիներ շարունակ սերմանվել են եւ ստեղծվել են Ռուսաստանի ազդեցության տակ գտնվելու, այսպես ասած, տարիների ընթացքում ձևավորված արատավոր սովորույթները։ Ուկրաինան դիմակայելով այդ, ես կասեի, նա նույնիսկ արդեն պատերազմ չի, երբ արդեն պատերազմին սկսեցին մասնակցել հանուն գումարի, գնամերի արի սիրեմ նշանաբանով, այդ պատերազմը արդեն իսկ վերածվեց, ճիշտ բառը ուզում գտնեմ, այլևս պատերազմ չէ, այլ բարբարոսա ահաբեկչական գործողություն, որը կատարում են Ռուսաստանի կողմից, եւ նման հախուռն հարձակմանը դիմակայելը այսօր 5 տարի անց արդեն տալիս է իր պտուղները։ Սա իմ կարծիքով պատմական, մենք ականատես ենք լինում այսօրերին, ապրում ենք այնպիսի պատմական ժամանակաշրջան, երբ մոտ է, իմ կարծիքով անխուսափելի է այդ խոշոր կարմիր իմպերիայի երկրորդ կապիտուլյացիան։ Առաջինը մենք տեսանք 91 թվականին, երբ ուղղակի սովետական միություն կոչվածը մասնատվեց 15 մասի, սակայն դրանից հետո ուներ հնարավորություն այդ իմպերիայի, այսպես ասած, կոչված գլխավոր լոկոմոտիվը, հենց լոկոմոտիվը Ռուսաստանը, օրինակ ընտրել, չգիտեմ, Չինաստանի ուղին, զարգ տալ տնտեսությանը, բայց չէ, որոշ ժամանակ անց եկեք հետ նայենք, նույնիսկ այդ տեղի ունեցած իրադարձություններից հետո հայտնի Արևմուտքը Ռուսաստանին որոշակի հնարավորություններ էր ընձեռնում, ֆուտբոլի աշխարհի առաջնություն էր անցկացվում, օլիմպիական խաղեր, այսինքն Ռուսաստանը ուներ հնարավորությունը կայանալու որպես երկիր, բայց ոչ այդ զավթողական, զավթիչ նկրտումները, որը արմատացած է եւ որը ոչ մի կերպ դուրս չի գալի նրանց իշխանությունների, մասնավորապես էլիտայի արյան միջից, փորձեցին վերականգնել սովետական միությունը, այդ իրենց զավթողական գործողությունները, նպատակները նորից փորձեցին գործի դնել, սկսվեցին Վրաստանից 2008 թվականին, հետո տեղի ունեցան Ուկրաինայի իրադարձությունները, ու ինչ ստացավ Ռուսաստանը, ստացավ Ուկրաինայի պես արդեն իսկ հզոր թշնամի սեփական սահմանին, արդեն կարող ենք դա արձանագրել, կորցրեց դիրքը Հարավային Կովկասում, դա արդեն իսկ փաստ է, նաև Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, Ղազախստանի Միջին Ասիայում, Ղազախստանը այնտեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, Ղազախստանը կարծես փորձում է շարժվել դեպի քաղաքակիրթ աշխարհ, Ռուսաստանի կողքին այսօր մնացել է թերևս Բելարուսը, որը չնայած այսօր վերջին օրերին տեսնում ենք, որ Լուկաշենկոն եւս այնքան էլ հիմար չէ եւ չի ցանկանում սեփական երկիրը, սեփական ժողովրդին տանել առնայողությամբ։ Այսինքն 25 տարի անց առաջի կապիտուլյացիայից մենք շատ մոտ ենք, ես չգիտեմ, մի ամիս հետո դա տեղի կունենա, թե 2 տարի հետո, բայց դա տեղի ունենալու այդ հրեշավոր, զավթիչ, ճակերտավոր իմպերիայի երկրորդ կապիտուլյացիան, որի գլխավոր, այսպես ասած, նշեմ ում շնորհիվ, այստեղ հենց Ուկրաինայի շնորհիվ, մասնավորապես Ուկրաինայի անմիջական ջանքերով, Ուկրաինայի ժողովրդի արյան գնով մենք ականատես ենք լինում նոր եւ կարծում եմ վերջնական կապիտուլյացիային։ Արտյոմ, դու էլ քիչ կապեր չունես Ուկրաինայում, տասնամյակների ընթացքում կարևոր գործեր ես արել շատ։ Ինչ կուզեի իմանային մեր հայրենակիցները Ուկրաինայի մասին։ Նախքան Ուկրաինայի մասին խոսելը, պարոն Հակոբյան, կուզեի նաև շնորհակալություն հայտնել ձեզ, որ 5 տարի շարունակ այս պատերազմական իրավիճակում կարողանում եք անկախ ամեն ծանր իրավիճակից ստեղծված լույսի եւ այլն խնդիրների պարագայում եթերներ կազմակերպել եւ ներկայացնել հանրության այն իրականությունը, ինչ այսօր իրականում Ուկրաինայում տեղի ունենում։ Ես լավ հասկանում եմ այն զրկանքները, որ այսօր մարդիկ Ուկրաինայում եւ հատկապես մեր վերլուծաբանները, հատկապես դուք նման ջանքեր եք գործադրում, որպեսզի կարողանաք աշխատել
եթերներ կազմակերպել։ Մեր մոտ գիտեք այդ 2 ամիսը մոտ բավականին ծանր էր, 40 օր, 39 օր, օրվա կտրվածքով տասնյակ հարձակումներ, բալիստիկ հրթիռներ եւ այլն, այսինքն մենք լավ հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղ ունենում եւ իրոք գնահատելի է աշխատանքը, որ կատարվում է եւ Աստված ձեզ ուժ ու կարողություն տա, հնարավորություններ տա, որ շարունակեք ուկրաինացի ժողովրդի հետ միասին աշխատել ու մեզ, ասենք, ժամանակին ու շատ ճշգրիտ տեղեկություններ հաղորդել։ Սա առաջինը։ Երկրորդ, ինչ վերաբերում է Ուկրաինային, այո, իմ տատիկը ծննդով Ուկրաինայից է եւ ես ապրել եմ մի փոքր ժամանակ Ուկրաինայում, շատ լավ հարաբերություններ ունեի Ուկրաինայի հայկական համայնքի, հատկապես Կիևի ժամանակին մինչ պատերազմը Կիևի հայկական համայնքի հետ ունենք համատեղ ծրագրեր։ Խնդիրը նրանում է, որ Իսրայելը մինչև այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ես մոտ 10 տարի եղել եմ Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի հայկական ուրեմն ծրագրերի տնօրենը Իսրայելում եւ ես ման էի գալիս այն հայ հերոսներին, ովքեր որ հոլոկոստի ժամանակ փրկել են հրեաների կյանքը, որպեսզի ցույց տայի, թե ինչքան կարեւոր է մի ազգ, ով տեսել է ցեղասպանություն, իր ներդրումն է ունեցել շատ մեծ փրկելու մյուս ժողովրդին եւ իմ այս փնտրտուքը բերեց Ուկրաինա։ Պարզվեց, որ Ուկրաինայի հայկական համայնքը, հատկապես Լվովի եւ այդ տարածաշրջանի ժողովուրդը, Գալիցիայի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել հայկական համայնքը հրեաների հոլոկոստի ժամանակ փրկելու հետ կապված եւ ունե շատ լավ ծրագրեր այցելել Օդեսա, այցելել Կիև եւ նաեւ արխիվները բարձրացնել, որպեսզի կատարենք բավականին լուրջ ուսումնասիրություններ Ուկրաինայի հայկական համայնքի տոկունության, Ուկրաինայի հայկական համայնքի ազնուրացության մասին եւ ինչպես տեսնում եք, շատ ժամանակ չի անցել, դուք էլ այդտեղ շարունակում եք աշխատել, այսինքն Ուկրաինայի հայկական համայնքը իմ համար շարունակում է մնալ որպես այսպես հայկական սփյուռքի համայնքների մեջ ամենակազմակերպված, ամենալավ աշխատող համայնքներից կարող եմ ասել առաջինը նույնիսկ եւ ինչ վերաբերում է Ուկրաինայի ժողովրդին, իրոք հպարտանում եմ, որ կա նման ազգ, նման պետություն, նման ժողովուրդ, որ իր անկախության համար կենաց ու մահու պատերազմ է մղում այսօրվա պայմաններում, երբ որ 100 հազարավոր մինչև ատամները զինված զինվորներ, ովքեր իբր որպես եղբայր մուտք են գործում քո պետություն ու տեղի ունենում Բուչան, տեղի ունենում մնացած այն սարսափելի դեպքերը, որոնք ուղղակի բառերով չես կարող բնութագրել, այն սպանդը, որ ուղղակի Ուկրաինայում կազմակերպեցին եւ չնայած սրան Ուկրաինայի ժողովուրդը տոկուն մնաց, մինչեւ վերջ կանգնեց, մինչեւ այսօր էլ կանգնում է ու իմ մոտ այսպես ներքին զգացողություն կա, սպասում եմ ամեն օր ինչ որ մի լուրջ մարտական գործողության Ուկրաինայի հատուկ ծառայություններ եւ Ուկրաինայի զինվորների կողմից իմ մոտ այդպիսի սովորաբար ներքին ցայնս ինչ չի դավաճանում, տեսնում եմ ինչ է տեղի ունենում այսօր Ղրիմում, տեսնում եմ ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, հետևում եմ տասնյակ ուկրաինական տելեգրամյան ալիքների, իհարկե ձերը եւս հետևում եմ եւ տեսնում եմ ձեռքբերումները ռազմաճակատում ուկրաինական զորքերի, ինչպես պարոն Ջալալյանը շատ դիպուկ ասաց, Ուկրաինայի ժողովուրդը կռվում է իր սեփական հողի համար, այլ ոչ թե փողով։ Մարդիկ չեն գնում պատերազմ փողի, մարդիկ գնում են իրենց ընտանիքներ, իրենց երեխաներին պաշտպանելու համար, եւ սա բնական է, եւ իրենց կյանքը զոհելով պաշտպանում են իրենց պետությունը։ Ռուսաստանի դեպքում Ռուսաստանը ինչ է, հող չուներ, հողի կարիք ուներ, հողի պակաս ուներ, որ ասենք ինչ ուզեցան անել ու ինչ արդյունքում ստացան, ինչ արեցին ու ինչ ստացան։ Իսկն ես իրոք ցանկանում եմ Ուկրաինայի ժողովրդին, որ այս պատերազմը, այս մղձավանջը շատ շուտ ավարտվի, հպարտանում եմ ձեր նախագահով, ասենք Իսրայելում շատ են կովում Զելենսկուն, ոչ Նեթանյահուի կառավարությունը իհարկե, այլ հասարակ ժողովուրդը, որպես հրեա ժողովրդի ներկայացուցիչ, հրեա ժողովրդի տոկունության եւ անմնացորդ նվիրվածության այսպես կերպարի, ով չթողեց, ով չփախավ, ով կազմակերպեց պաշտպանությունը, ինչ էլ որ խոսեն, ինչ մաղձել որ թափեն, ինչ էլ որ ասենք կեղտոտ բաներ ասեն կաշառակերության մասին, Ուկրաինայի ներսում փողեր ուտելու եւ այն, ես այս խոսակցությունը ամբողջությամբ մի կողմ եմ դնում։
իմ համար ամենակարևորը ժողովուրդն է, անձնուրաց, որը կրվում է իր հանուն իր պետության, հանուն իր ժողովրդավարական ուրեմն ապագայի, եւ ես կերազեի, որ Հայաստանն ու Ուկրաինան լինեն ջերմ ռազմավարական դաշնակիցներ եւ շատ կուզենայի, որ հենց հիմա նույնիսկ եմ կրկնում, մենք ունենանք ռազմական լուրջ, ասենք, համագործակցություն Ուկրաինայի հետ, որպեսզի ունենանք այն փորձը հակաօդային պաշտպանության, առնվազն ԱԹՍ-ների, առնվազն ասենք հակաօդային պաշտպանության, ճիշտ է, Հայաստանը պետրիոտներ չունի, բայց մենք կարող ենք ասենք Ուկրաինայի հետ համատեղ ստեղծել, ասենք, օգտագործելով եւ հայկական մտքի հզորությունը եւ նաեւ ուկրաինացիների այդ մտքի հզորությունը եւ իրենց խնդիրները շատ հետաքրքիր ձևով լուծումներ տալու ունակությունը ստեղծել բավականին լուրջ համագործակցություն ու ես մաղթում եմ Ուկրաինայի ժողովրդին շուտապույտ հաղթանակ, մաղթում եմ ձեզ տոկունություն, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ Աստված թող պահապան լինի բոլոր հայերին, ովքեր ապրում են Հայաստանում եւ Հայաստանի տարածքից դուրս, որովհետեւ նաեւ մեր դերը Սփյուռքում ես չպետք է թերագնահատեմ, ցավոք սրտի Սփյուռքում ասենք անհատները բավականին առանձին անհատներ շատ երբեմն շատ ավելի մեծ աշխատանք են կատարում, քան ասենք ողջ ասենք համայնքներ եւ այլն, բայց համենայն դեպս ուրախ եմ, որ պարոն Հակոբյան, դուք անընդհատ նման հարցազրույցներ եք կազմակերպում, փորձում եք լայն հասարակությանը հայկական ողջ Սփյուռքում եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում հասանելի դարձնել այն լուրջ տեղեկատվությունը, որ դուք փորձում եք փոխանցել։ Շնորհակալ եմ գնահատականների համար, կարծիքների ժամանակ ընձեռնելու համար մեր լսարանին։ Հուսամ հաջորդ հանդիպման առիթը շուտ կլինի։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն շատ եւ Աստված մեզ պահապան Սփյուռքահայերին եւ Հայաստանի հայերին եւ ձեզ էլ խաղաղություն շուտապույտ։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, հետաքրքիր է բովանդակալից զրույցի համար, առիթից օգտվելով եւս ցանկանում եմ խաղաղություն եւ շուտապույտ հաղթանակ ցանկանալ Ուկրաինային, Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներին, ընդհանրապես ուկրաինացի ժողովրդին եւ լիահույս եմ, որ հաջորդ քննարկման հանդիպման ժամանակ մենք ավելի դրական, ավելի լավ իրադարձությունների մասին խոսենք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Շատ շնորհակալություն։